Ըստ էության մենք նաև չզեկուցվող հարցերի մեջ էլ ունեցանք նմանատիպ որոշումներ, եթե թույլ կտաք բոլորը միանգամից ներկայացնեմ, սա էլ է վերաբերում մի քանի կառավարության որոշումների մեջ փոփոխություններ իրականացնելուն։ Եթե հիշում եք, մենք դեկտեմբերին ազգային ժողովում ընդունեցինք օրենք, որի արդյունքում ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներ եւ նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով եւ այս կառավարության որոշումներով, որի լիազորությունը ունենք այդ օրենքով, ըստ էության կարգավորում ենք այդ ամբողջ գործընթացը։ Ուզում եմ մի քանի մանրամասն ներկայացնել, որը նաեւ թույլ կտա մեր քաղաքացիներին նաև ինքնուրույն այդ որոշումը կայացնել, մինչև արդեն օրենքի ուժի մեջ մտնելը։ Ինչպես արդեն նշեցի, ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները եւ նպաստները վճարվելու են անկանխիկ եղանակով։ Մինչև սույն թվականի մարտի 5-ը մենք խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը, բանկը եւ ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով։ Եվ եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով։ Այսինքն, քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք որ եւ օբյեկտիվ եւ միգուցե նաեւ սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու նաեւ բավական ժամանակ, որպեսզի երբ որ այդ ընտրությունը կատարվի, մենք կարողանանք քարտերը առաքել տուն։ Եվ նորից խնդրում եմ դա մարտի 5-ը մինչև անել այն քաղաքացիներին, որոնք դա կարող են անել ինքնուրույն, եւ մենք տեսնում ենք, որ դա արդեն տեղի է ունենում, հարգելի գործընկերներ, ուզում եմ մի թիվ հնչեցնել։ Մենք դեկտեմբերի սկզբին, որ այս խոսակցությունը նոր սկսվեց, անկանխիկի ամբողջությամբ անցնելու, եւ եթե չեմ սխալվում, հենց կառավարության նիստին ունենք մոտ 50,000 քաղաքացի, ով ստանում էր կանխիկ եղանակով կենսաթոշակներ նպաստները, եւ մենք այսօր առավոտվա դրությամբ ունենք 21,539 քաղաքացի, այսինքն այդ 30,000 մոտ քաղաքացիներ ինքնուրույն արդեն անցել են անկանխիկի դաշտ, եւ օրական մոտ 1000-1500 քաղաքացի դեռ շարունակում են ինքնուրույն անցնել, եւ ես դրա համար եմ նաեւ կոչ անում, որ դա մեր քաղաքացիները անեն ինքնուրույն եւ ընտրեն իրենց նախընտրած բանկը։ Սա ինչի եմ հատուկ ասում, որովհետեւ մյուս դեպքում ավտոմատ է լինելու ընտրությունը, այսինքն համակարգի միջոցով, պատահականության սկզբունքով, հաշվի առնելով որոշ պարամետրեր, այդ ընտրությունը կատարվելու է համակարգի կողմից